Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, ազգայնականներ, մենք սկսում ենք մեր պոդքասթի առաջի թողարկումը, մեր հյուրը Միքայել Մարգարյանն է, իմ վաղեմի ընկերը, պայքարի ընկերը, նախ ասեմ, որ Միքայել Մարգարյանը վերջի առնվազն 10 տարին, որ ես գիտեմ, անընդհատ պայքարում է մեր քաղաքացիների իրավունքների, մեր ազգի արժեհամակարգի եւ պետական անվտանգության համար։ Բարև Միքայել ջան, որ եկել ես մեր պոդքասթին առաջի։ Շտկում եմ մի հատ ներկայացման մեջ, ոչ մեկի համար պայքար չեմ անում, մենակ իմ համար։ Քո համար ես անում պայքար։ Միանշանակ։ Այդ ասեմ, որտեվ էգոիզմը մարդու մեջ շատ ամենամեծ իր կամ թերությունա կամ առավելությունա կախված քո որակից երևի, կամ քո մտքերից, կամ քո նպատակներից։ Ես պայքարում եմ իմ համար, իմ ընտանիքի համար, իմ երեխեքի համար, իմ ընկերների համար, իմ քաղաքի համար, իմ երկրի համար, իմ ժողովրդի համար։ Սա իմն է մենակ։ Ընտիր։ Ուրիշի համար չեմ պայքարում։ Օրինակը ես նայում եմ, որ քո պայքարի դրսևորումներից մեկը 44 օրյա պատերազմի հանձնաժողովի եզրակացությունը հրապարակելու մասին է, ինչ կասես դրա մասին, որ հանրությունն ավելի համապարփակ տեղեկացված լինի, ինչի համար այդ պայքարը։ Դե փաստա, որ մի խայտարակ բան էր պատերազմը, պատերազմի ընթացքը, պատերազմի ավարտը եւ մինչև այսօր պատերազմի հետևանքները։ Եթե մենք սիրում ենք մեր երկիրը, եթե մենք հասկանում ենք, որ երկրում ինչ-որ մի բան այն չի, մենք առաջին հերթին պետք է հասկանանք ճշմարտությունը, ինչու է այդպես, դրանից հետո փորձենք գտնել ելքեր։ Այդ առաջի կարևոր բանն էր, որ ես տենց պատերազմի ընթացքում էի փորձում գտնել, պատերազմից հետո էի ուզում հասկանալ, շատ բան հասկանում եմ, ցավոք սրտի նաև հասկանում եմ, որ շատերը դա չեն հասկանում։ Այսինքն մի փակուղի ունեցանք եւ մեր օգտին իշխանությունը երբևիցե երևի ինչ-որ մի բարենպաստ բան փորձեց ձեռնարկել, ստեղծեց այդ հանձնաժողովը։ Նա ստեղծել է հենց ազգային ժողովում իշխող ֆրակցիան, անգամ վարչապետն է դա ընդունել զուգահեռաբար, դաժե ինքն է հորդորել, որ դա լինի, հետո երկու օրենք են ընդունվել, երկու օրենքները համատեղել են, ստացվել է այդ հանձնաժողովը, որի ղեկավար նշանակել են Անդրանիկ Քոչարյան, եւ կես տարի են տվել, որ ուսումնասիրի պատերազմի հետևանքները։ Կես տարում չի բավարարել կես տարին, երկարացրել են եւս կես տարի, երկարացրել են եւս 1 տարի եւ ի վերջո հայտարարել են, որ սեպտեմբերին կավարտվի եւ հոկտեմբերին այդ հանձնաժողովը կներկայացնի իր զեկույցը։ Ինչ է արել հանձնաժողովը։ Հանձնաժողովը կանչել է բոլոր նրանց, ովքեր առաջին հերթին նախապատրաստել են Հայաստանը, կարելի ասել պատերազմի, այսինքն դա բանակցային process-ն է եղել, որը որ կարծես թե 30 տարի ինչ որ ճշտով, սխալով, շատ տարբեր աֆերաներով հետաձգել են պատերազմը, որ միշտ մտածել են, որ անխուսափելի ինչ մի օր մեկը պիտի լինի, բայց խուսափել ենք եւ 16 թվականին ապրիլյանը որպես փորձնական եղավ եւ ի դեպ այդ նույն հանձնաժողովը մինչ այս դեպքը նաեւ Քարորիայի հետևանքներն հետաքննել։ Մի խոսքով եկել ենք ինչ-որ մի բանակցային process-ի պրավալագնաց է, որի հետևանքը եղել է պատերազմ։ Պատերազմը որոշ չափով պրավալ է եղել, որովհետեւ ունեցել ենք խայտարակ ընթացք, խայտարակ պարտություն։ Խայտարակ պարտությունը շրջանների հանձնումներ, հանձնումից հետո Արցախի անկումներ, անկումից հետո պարզվում է, որ Միջանցք պիտի տանք։ Ու այս ամենը պիտի եւ դիվանագիտական եւ ռազմական եւ անգամ տնտեսական հետաքննություններ անցկացնել հանձնաժողովը։ Հասկանում ես, լուրջ ծավալ է ու լուրջ մարդիկ են կանչվել նախարարներով, գենշտաբի պետով, ԱԳՆ-ով, ու այդ ամենը հետաքննել են, ընթացքում Անդրանիկ Քոչարյանը ասել է հազարավոր քրեական գործեր ենք հայտնաբերել ու ոչ մեկից դա չեն հայտնել։ Շատ բարի։ Ես ուրեմն ստենում եմ, որ ձեր պայքարի մեջ նաև կան մեր ազգայնական դաշտից բավականին ակտիվ մարդիկ, ովքեր որ ազգայնական քաղաքականության կողմնակից են։
այսինքն հայրենասիրական դրսևորումներով են մասնակցում, ես շատ մարդ եմ տերում, օրինակ ես տենում եմ Անաստասին, որ մասնակցում է, Գևորգ Գևորգյանին, որ մասնակցում է, բայց այն մարդիկ էլ որ շատ չեն մասնակցում, օրինակ կարամանուններով ասենք օրինակ Ջիվան Աբրամյանը, որ չի մասնակցում կամ ինչ որ մեկ այլ մեր ազգային դաշտից որևէ մեկը այդ պայքարին չի աջակցում ձեզ այդ պայքարի մեջ, ֆիզիկապես գոնե իրանց մոտ հարցեր առաջանում, որ իրենք հարցեր են բարձրացնում, իսկ միգուցե չկա ռիսկ, որ այդ ճանապարհով, որ դուք տանում եք պայքարը, այդ հանձնաժողովի հրապարակումների հետ կապված, իշխանության ջրաղացին ջուր եք լցնում։ Կա տենց ռիսկ, թե չկա։ Ինչ ձև կմեկնաբանես։ Ուրիշ պարագայում ես պատասխանում Հիմա ոդկասթի ֆորմատում տես չեմ պատասխանում։ Հա, մի քիչ ավելի մանա, որ մի քիչ մեր հանրությունն իմանա, որ իրականից ազգային պայքարի մեջ կան մարդիկ, որ անկեղծ պայքարում են իրանց ազգի եւ պետության շահերի համար։ Նախաձեռնող խումբ ստեղծվեց, իրոք բոլոր անհանգիստ մարդկանց, սկսվեց անհետ կորածների ծնողներից, որովհետեւ ցավը մինչև այսօր է։ Անգնահատելի է, իհարկե։ Եթե շատերը պատերազմով անցան ու որոշ չափով փորձում են ռեաբիլիտացվեն, անհետ կորածի անգամ զոհվածների ծնողներն են որոշ չափով ռեաբիլիտացում, հաշտվում են մտքի հետ, որ ինչ-որ մի բան չի եղել, բայց դե կյանքը շարունակվում է, այս ծնողները սպասում են իրենց զավակներին, այսինքն հույսը դեռ կա եւ ես համոզված եմ, որ շատերը ողջ են, որտեղ ծանոթանում եմ դեպքերի հետ եւ բայց այդ մարդկանց այդ տղաների ճակատագրով գրեթե ոչ մեկ չի զբաղվում ու հույս կար ու իրենց միշտ ուղղում էին ասում են այդ հեսա հետաքննիչ այդ հանձնաժողովը հեսա ինչ-որ մի հատ պատասխան կտա Մեսենջերն ինչ որ եղել է որ հանձնաժողովը պատասխան կերի հասկանում ենք որ փափուկ բարձ դնելը այս պարագայում դա սրանց գործելավոճն է բայց այնուամենայնիվ դա ծնողը որոշ չափով իր ցասումով իր անհանգստությամբ բայց սпасել է դրան ու երբ որ ասել են չէ չի լինելու դա որովհետև սկզբից ասեցին ժամկետ է ինչ որ խաղ տվել հիմա հետո ասում են գախնի է ամբողջությամբ ծնողները բարձրացրեցին այդ խնդիրը որ չէ պիտի բացվի ես միացա այդ բանին այսինքն այնտեղ անհետ կորած ծնողներն են զոհվածների ծնողներն են պատերազմի մասնակիցները միացան ու այդտեղ եղավ որ Գևորգ Գևորգյանը որպես առաջին պատերազմի մասնակից եւ բոլոր պատերազմների մասնակից բայց այն պակրանիմերը վերջի 20 տարի ինչ ես պայքարի մեջ եմ Գևորգ Գևորգյանը միշտ ասպարեզում է եթե մարդը ասում է իմ հաղթանակած Արցախն է ես իմ կյանքը իմ պատանեկությունը 16 տարեկանից ավելի շուտ տվել եմ նրան որ իմ Արցախը լինի հայկական դրանից հետո ասում են չէ դա հայկական չի ու տալիս են թշնամուն իր համար մեծ հարցեր են ու այդ ասումը կա հիմա իր մոտ կա Արցախցու մոտ ու վտարել են որ 30 տարի գիտեր որ դա լինելու է Հայաստանի մաս ինքը ռեֆերենդումը անցկացրել որ ասել է ես Հայաստանի մաս եմ ուզում հետո խաբել են չէ ժամանակավոր կմնանք անկախ կդառնանք անկախ հետո անկախը կմիանա այդ հեքիաթները 30-35 տարի ուտելուց հետո պատերազմաշուն լավ 7 շրջանը տանք հետ բերեմ իմ հարցին իրանք անհանգիստ են չկա ռիսկ որ դա կառավարության երկու հարցեր դրա համար որ ավարտեն որ այդ մարդիկ նրանք ովքեր օգնություն են ցուցաբերել պատերազմի ժամանակ դու շատ լավ գիտես դու ես ներքաշված եղի ամեն ձև թե պատրաստ էիր գնալ մարտի թե ֆինանսական քո ռեսուրսներն ես դրել թե աշխատանք ես կիրառել դրան ու այդ ամեն ինչը ստացվում է որ ապարդյուն էր Հիմա այդ մարդկանց բոլորին հետարքիր է այդ թվում քո նշած մարդկանց ովքեր ֆիզիկապես գրեթե չեն միացել բայց հոգեպես այո Հիմա եթե ինչ որ մեկին չանձնավորենք որտեղ շատերն են ասում ինչ որ մի բան կարող է մի բան լինի որ հետո մի բան չլինի դա չի մեր ֆորմատը հենց դրա համար է որ մենք իրար գրագետ հարցեր տանք եւ այդ հարցերին իմ պատասխանն է պատասխան ունենանք եւ մեր եղբայրները մեր պայքարի ընկերներն իմ պատասխանն է որովհետեւ լավ ոնց իմանանք ճշմարտությունը հիմա ի վերջո էսի ում ջրաղացին է գնալու вообще մի բան հոսելու է որ ջրաղաց լինի մինչեւ մեջը չլինենք մինչեւ process-ի մեջ չընկնվենք դա չի կարելի ասել թե ում ջրաղաց հիմա փաստոցի իշխանությունը ասում է չեմ տալիս ճշմարտությունը ասել որ հետո այդ վերսիան ավարտվում է սենց ասել որ իմանան լսողները որ եթե մի բան թակունա չեն տալիս վերջում կտան մեջը կպարզվի որ գունավոր ծաղիկներ ամենակ ու Նիկոլ Փաշինյանի մեծ ռամկայով նկարն է ու բոլորս ծափ կտանք ասենք արա բայց հալալ է Նիկոլ Փաշինյանին որ մենք այսօր ողջ ենք եւ ամեն ինչ շատ լավ է փաստորեն
դա չի կարող տենց լինել, դրա համար ես ասում եմ չենք ու եթե իրանք դա կարանային նկարեն իրանք գունավոր մատիտներով կարանային նկարեն, իրանք հաստատ դա կհրամցնեն այսօր ժողովրդին։ Չեն հրամցել, չեն կանում, բրատ, մեջը հազարավոր քրեական գործերը, այդ թվում նաև իրենց հենց վրա, իրենց մերձավորների, իրենց պաշտոնյաների վրա, որը որ այդ երբ որ քրեական գործ ենք ասում այդ մասշտաբի, վստահ կարելի ասել դա պետական դավաճանության, որովհետև թե դա փնթիություն ա եղել, թե դա բացթողումներ են եղել, թե սխալ կազմակերպում ա եղել, թե միտումնավոր ա այս ամենը եղել, այս ամենը մտնում ա քրեորեն, մտնում ա պետական դավաճանության հասկացա, օրինակ ձեր գործընթացը, որ դուք արդեն եղբայրներով սկսել եք հանձնաժողովը ձևավորել եք ձեր որպեսի կանակ այս պայքարին, մի որոշ ժամանակ անց Օնիկ Գասպարյանը արձագանքեց։ Եվ այդ Օնիկ Գասպարյանի արձագանքը, եթե բովանդակայից չանդրադառնամ, թե ինչ էր ինքը արձագանքում, բայց կերպարը արձագանքի այն էր, որ Նիկոլ Փաշինյանը սուտ ա խոսում։ Открытый տեսքով Օնիկ Գասպարյանը ուղղորդում էր եւ ինքն էլ էր իր արձագանքի մեջ անդրադարձանում այդ հանձնաժողովին, որպեսի հրապարակեն։ Ինչ կասեք դրա մասին։ Դե փաստա չէ, որ արդեն այդ կարգի այդ մակարդակի պաշտոնյաները 5 տարի լռում էին կարծես թե մի քիչ սկզբից ըմբոստություն եղավ, հետո բերանները փակեցին, հիմա մարդիկ առաջինը արձագանքել է Դավիթ Տոնոյանը, որ այդ պահին բանտից նախարար էր։ Ինքը արձագանքել է դեռ մի քանի տարի առաջ, երբ որ հանձնաժողովը նոր ձևավորվել է։ Հիմա ինքը բանտարկված չի ու հիմա արձագանքել է, որ այո, բացեք։ Մարդը հասկանում է, որ ինքը Օնիկ Գասպարյանը, Սեյրան Օհանյանը, Արշակ Կարապետյանը, այս բոլոր այն մարդիկ են, որոնք կան հաստատած զեկույցի մեջ, էլի, ինչ որ միջապով Պակրանիմերը այդ մարդիկ պաշտոնատար անձիկ են եղել այդ ժամանակահատվածը, ասենք, եթե խոսում ենք Արշակ Կարապետյանի մասին, ինքը եղել է պատերազմից բուկվալն մի քանի ժամանակ հետո Հայաստանի գլխավոր շտաբի պետը։ Մինչև այդ եղել է վարչապետի խորհրդականը։ Իսկ անդրադառնանք Սեյրան Օհանյանին, ազգային ժողովում ձեր ցույցի ժամանակ բուկվալն մի քանի օր առաջ Սեյրան Օհանյանը հանդես եկավ հայտարարությամբ եւ նաեւ դու արձագանքեցիր իր Դե այդ արդեն երբ որ եկել էր հանրային հավաքի էր եկել ու բավականին երկար զրուցեց այն ինչ որ մինչև այդ ամբիոնից մեկ անգամ ասել էր։ Դե ցավոք սրտի հիմա այդ մարդիկ ասում են բավականին տես պարփակված, ասում են բավականին տես օթային, բայց ցանկություն ունեն։ Փաստ է, որ եթե ստեղծես միջավայր, որտեղ իրանք կարան խոսան, իրանք շատ լավ կխոսեն, որտեղ իրանց համար էլ է դա նեղություն, որտեղ գլխավոր հարվածները գնում է հենց իրանց։ Ու իրանք ասում են, ես հասկանում եմ, երբ որ ասում են բացեք, նույն Օնիկը կասի, նույն Տոնոյանը կասի, ասում են բացեք, մի պատճառով իրանք մեջ չկան, բայց իրանք փոքր են մեջ, ասում են բացեք, որ մեծերին էլ տենանք։ Բայց իրանց ինչին է պետք դա բացելը, որովհետև վերջի 30 տարվա մեջ նաև Արցախի պարտությանը հասնելը, մեր պետությունը ներսից թույլատնելու պատճառներից մեկը օրինակ Օնիկ Գասպարյանի Սեյրան Օհանյանը, որ իշխանությունում որ եղել է մաս պաշտպանության նախարարն ա եղել Հայաստանի Սերժ Սարգսյանի ժամանակ եւ նաեւ այդ ժամանակներից անընդհատ հիշում եմ մի ցույցերից մի անգամ 2021 թիվներ, երբ որ Պավլիկ Մանուկյանն ու Սերո Թումանյանի արձանի մոտ նստած էին, Վանեցյանն էլ ցույց էր անում, առիթ ենք ունեցել Սեյրան Օհանյանի հետ զրուցանելու եւ ես իրան ուղիղ հարց եմ տվել, որ այս 30 տարվա մեջ ինչի Ղարաբաղն ուներ երկու ճանապարհ զորքերին մատակարարելու, այլ ոչ թե 4-5, ինչն էր խնդիրը։ Ինքը չի կարողացել այդ հարցին պատասխանել։ Չես կարծում, որ նախկիններ ասածը կամ ներկաներ ասած տիրույթ չմտնելով, օրինակ կոնկրետ Սեյրան Օհանյանը փորձում է իրեն պահի քաղաքական ակտիվ նոր առաջխաղացող ուժերի հետ, որովհետև ես ունեմ խորքային համոզմունք, որ մեր ժողովուրդը հիաց թափված է, թե նրանցից եւ առնվազն ինչ որ մի տեսանելի ապագայում հասնելու են մակարդակին, որ ժողովուրդը վստահելու է ազգային դաշտին Հայաստանի ճակատագիրը, այսինքն մեզ իմանալով, որ մենք ավելի հայրենասեր ենք։ Դու չես մտածում, որ Օնիկ Գասպարյանի օրինակ ակտիվությունը ձեր պայքարի մեջ, որ ինքը արդեն իրան ցուցադրել է, կարա հետին մտքեր ունենա։ Սեյրան Օհանյանի մասին էս երևի, բայց հենց շատ լավ։ Ես Օնիկ Գասպարյանին էլ եմ անդրադառնում, ինքը հրապարակային արձագանքել է ու ձեր պայքարի շրջանակներում։ Ինքը ուզում է փակ լսումներ անցկացնի։ Մենք կողմ ենք, մենք պահանջում ենք բաց լսումներ, ինքը ասում է
փակ տեղ եկեք բոլորս նստենք, ես սա կպատմեմ։ Կա որոշ չափով ես կարդարացնեի իր միտումը, չի արդարացնի իր արածները, բայց այդ միտումը, որ իր կողմից ինձ ասում ես կբարձրաձայնեն բաներ, որոնք մեր պետության դեմ են փաստացի, ու ես չեմ ուզում, որ դա լինի աշխարհի աչքի առաջ։ Այսինքն մենք ստեղ պիտի հասկանանք, որ մենք ներսի խնդիր ունենք, որը չի կարելի բարձրաձայնել ու ուրախացնել մեր թշնամիներին։ Այս այն եզակի դեպքերից է, որ ես ասում եմ, այո, թշնամուն ուրախացնել պետք չի։ Այսինքն մեր թշնամին, մեր ներսի, մեր դավաճանը, մեր դավաճանն է, մենք պիտի իրան գտնենք եւ պատժենք։ Ես եզրակացնում եմ, եթե կա այնտեղ մի դրվագ, որը հրապարակման ենթակա չի, եւ ինքը վարչարական կամ չգիտեմ քաղաքական որոշման տեսակետից ունի պարունակում ռիսկեր եւ դա ամոթալի է դաժե հրապարակելը, ուրեմն մենք ունենք խորքային պետության ներսում խնդիր եւ ինչի՞ չէ նաեւ եթե մենք ունեցել ենք sense խնդիրներ 20 թվականին եւ ունենք շարունակաբար այդ խնդիրը միջև այսօր որ չի բարձրացնում հարությունը տեղյակ չի եւ մենք պետք է չզարմանանք որ ունենք այն պետական կարգավիճակ այսօր, որ ունենք։ Վերջ, ճիշտ, հա։ Ու դա շատ օբյեկտիվ հիմա այս մեր պահանջով օբյեկտիվ երևում է, որովհետև կային նաև արմատներ, որոնք բերել են այս վիճակի, եւ կան հիմա նոր ծիլեր, որոնք տանելու են դեպի նոր աղետներ։ Մենք դա բարձ հասկանում ենք ու մեր աշխատանքի հիմա այս պահանջի շնորհիվ նաև հիմա պետքա դառը թթու կծու բան ասեմ, բայց փաստացի մենք ամեն ձև փորձեցինք նախկիններին մենք ազգային ժողով պահանջը ազգային ժողովին է արգելքը դրել է անձամբ Ալեն Սիմոնյանը Պարզա որ հրահանգով դրան, բայց իր բանով ա եղել, ինիցիատիվայով ա արգելքը դրվել։ Բայց հարց մյուս ֆրակցիաները, խմբակցությունները ինչ արձագանք են տալիս։ Մենք փորձեցինք ամեն ձև Քոչարյանի ֆրակցիան Հայաստան Դաշինքը, մեկ էլ պատիվ ունեմ, որը փաստացի Սերժ Սարգսյանի խմբակցությունն է, նրանց բերել դաշտ։ Եվ հիմա ես պիտի այդ դառը թթու կծու խոսքը ասեմ, այդ երկու խմբակցությունը մոտիկ չեկան, բառացիորեն ասին, այո, դեռ բաներ կա, որ իհարկե լավ կլինի, բայց այլևս դրանից են կողմ մենք պատրաստվում ենք առաջարկեցինք ազգային ժողովում բունտ կազմակերպել, բոյկոտ կազմակերպել, ասել, եթե չեք բացում, նիստը չի կայանում, եւ մնալ դահլիճում, եւ գրավել դահլիճը, եւ ներսից ազգային ժողովի կլինեին այդ ընդդիմադիրները, դուրսը կլինենք մենք։ Դա այն վերջի շանսն էր, որը ես չուզենալով, չհավատալով, բայց ուզում էինք տայինք այս ընդդիմադիրներին, որ հասկանայինք արդյոք դուք դեմ եք Նիկոլ Փաշինյանին, պարզվեց որ դեմ չեն։ Եվ մենակ Սեյրան Օհանյանը, Թագուհի Թովմասյանը որպես անկախ падգամավոր ռիսկ եկավ մեր դաշտ, ու ազնվորեն եկել է մեր դաշտ, իսկ Սեյրան Օհանյանը ոչ ազնվորեն, բայց մի քիչ մաքրվելով, մի քիչ ես իրանցից չեմ, խմբակցության ղեկավար ես, այդ գեներալ ջան։ Դու փոխանակ զանգեր Քոչարյանին ասել, պիտի դրա մասին խոսանք, ու փաստացի մենք հասկանում ենք, որ Քոչարյանի կողմից եղել է արգելք, չեք բացում այդ թեման չեք բացում։ Մեզ ձեռնատու չի։ Դրա համար եկեք հիմա մենք արձանագրում ենք հեսա երկրորդ փուլը, Արենջան հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան մի կոալիցիայի երկիրը տարիներով տապալելու եւ շարունակաբար տանելու։ Հիմա պլյուս դրան սաթելիտները հիմա պիտի հայտնաբերենք եւ ժողովրդին տանք, այս ամեն ինչը ճշմարտության պահանջ է, երբ որ ասում ես պայքար, ես հիմա ընդամենը ճշմարտության պահանջ եմ տանում։ Ժողովրդին ասեք, ախպես սրանք սա նույնն են։ Դրա համար, երբ որ դրանից հետո դու ունենաս այլընտրանք ընտրելու, գոնե մարդիկ կասեն, լավ, Միքո ջան, բայց լավ, սրանց սաղին նետեցինք աղբամանը, բա ով է գալու։ Գալու են ազգայնականները, հանձինս մենք, որտեղ վերջի 30 տարի եւ 20 տարի մենք երեխա վախտվանից, ես մեր սաղ կյանքը պայքարում ենք մեր պետության, մեր երջանիկ Հայաստանի, անվտանգ Հայաստանի, ուժեղ Հայաստանի, այս ուժեղանումն էլ վեկալան քաղաքականացում։ Դե հավելացա Բարգավաճ Հայաստանի։ Բարգավաճ եւ այսպես սաղանումները բռնի քաղաքականացնում, մենք ասում ենք ազգային իրական հայկական պետություն, իրական հայկական պետություն։ Աստծո կամքով մենք կապացուցենք մեր ժողովրդին, որ պայքարողը մենք ենք, այլ ոչ թե հրապարակային երևացող շատ մարդիկ։ Ու այդտեղ այն կասկածելի մարդիկ, որ թեման ավարտենք, Արենջան, այն մարդիկ, ովքեր չեն հավատում մտավախություններ ունեն, պիտի լծվեն այս գործին, տղեկ ճշմարտությունն է, ձեզ էլ է պետք ճշմարտությունը, մի քոն խորամանկություն անում, թե չէ, եկեք, տեսեք, չի կարելի նստել գիշերը երազդենալ կամ լուսնով եզրակացություններ անել, մատից հոտ քաշել չի կարելի, մենք այսօր այդ վիճակում չենք, ու այսօր այդ դաշտը պետք է նշմարել։ Ստացվում է այնպես, որ ազգային ժողովը հայտարարել է մի բան ու ռաստվել է, այսինքն հանդիպել է մի պայքարող խմբի,
որոնք որ սկզբունքային են ու հիմա իրանք իրանց արած հայտարարությունից փոշմանել են ու թաքցնում են ու չեն էլ ուզում որ դուք դալշը ճիշտ եմ հասկացել միանշանակ արգելքները երևում են նույն երևի հարց կտաս Ալեն Սիմոնյանի հետ կատարված ինցիդենտը ճիշտն ասած չէի ուզում այդ հարցը տա որտեվ Ալեն Սիմոնյանին դու ինչ ասել ես դա քո անձնականն ա եղել եւ դու ճիշտ ես ասել պայմանավորվել ենք որ ֆորմատը թույլ չի տալի որ ես կրկնեմ այն ինչ որ ասել եմ բայց սրտով հոգով կարող եմ կրկնել կրկնած միտքը նրա մեջ է ոչ թե մարդկային վերաբերմունք է ես ուզում եմ ասել որ ինքը այն մեղավորներից մեկն է որը որ վաղը դատվելու է ոչ միայն ինձ վիրավորելու կամ քաղաքացիներին արհամարելու կամ մեկի վրա թքելու համար այլ պետական դավաճանության մեջ է մեղադրվելու եւ դատվելու ինքը միտումնավոր է դուրս եկել սադրելու այսինքն մեր հանդեպ արդեն այն գործիքներն են կիրառում որ պետք է սադրել մարդիկ էմոցիայի վրա պորտկումներ ունենան եւ քրեական գործերով վախացնել փակել մեկուսացնել նո բոլոր ժամանակները մեր ազգայնականներին ասենք հանրային պայքարող անկեղծ պայքարող վճռական բոլոր պայքարողներն ճնշել են Սերժ Սարգսյանի ժամանակ օրինակ դատված են եղել հանձինես ես եմ նստած եղել այդ ժամանակ հատվածում Գևորգ բանի Սասնածրերից այն վաղ Սասնածրեր չէր Գևորգ Սաֆարյան Գևորգին բանտում ծեծել են ոչ մի անգամ եղել է տենց բաներ միշտ էլ կա ու այսօր էլ կա այդ պրեսինգը միշտ էլ եղել է մեր նկատմամբ բայց դա մեզ չի կանգնացնում ու այդտեղ պիտի ուրվագծենք այն մարդկանց ովքեր իրոք խանգարում են ռեժիմին իմ երկրորդ հարցը այս պահին հիմի տենում ենք որ սաղ դաշտը 5 տարի քնելուց հետո ի հայտ են եկել նոր քաղաքական գործիչներ, նոր վարչապետի տեխնացուներ, ինչը նաև ողջունել է ու տենում ենք նոր քաղաքական ուժեր, ինչ կարծիք ես Հայաստանի ներկայիս նախընտրական այս փուլի մասին, երկու բառ դու ավելի խորքային մասնակցություն կարող ա ունենաս շփման տեսակետից, ավելի մանրամասնես քո տեսակետը ու ինչ ես տենում, ինչա լինելու։ Ես հիշացնեմ մեր դիտորդներին, որ ես ու դու 21 թվականին արդեն մեկնարկել ենք այն կարևոր գործը, որ համախմբել բոլոր այն գործիչներին, ովքեր հայրենատեր գաղափարի շուրջ, որը կուսակցության տեսք ուներ։ Բնականաբար ռեժիմը տեղել միջամտեց, տեղել խառնվեց եւ փլուզեց։ Այդ օրվանից այդ ժամանակներից սկսած ես մինչ այսօր մեկ այդ գաղափարի կողմնակիցն եմ, որ մարդիկ ովքեր ռեժիմի ենթակաները չեն, իրանք հրամանի տակ չեն, ղազագրի տակ չեն, փողի շնորհիվ չեն, այլ իրոք ուզում են երկրում բան փոխվի, նրանք պիտի միաբանվեն, անկախ նրանց քաղաքական հայացքներից իրականում։ Դու շատ ես շեշտում ազգայնականները, բայց ես լիբերալ ընկերներ ունեմ, դեմոկրատ թևի, սոցիալ թևի, իրանք իրենց քաղաքական գործիչ են, ոնց ուզում անվանում են, ու էական չի, երբ որ ասում ես ազգային, իրանք ասում են, դե չէ, էդի տենց լավ չէ։ Ես առաջարկում եմ բոլորս լինենք ազգայնական, բայց պրագմատիկ, որովհետև ժամանակակից աշխարհին պետք է ազատ, դեմոկրատիկ ու զարգացած Հայաստան։ Գաղափարը, որը պիտի հաղթի, բայց այնուամենայնիվ Հայաստանը պիտի ունենա քաղաքական պալիտրա, քաղաքական տարբեր գաղափարներ, մարդիկ թող Եվրոպամետ լինեն, թող Ռուսամետ լինեն, թող Պարսկաստանամետ լինեն, ես դեմ չեմ, բայց լինեն հայկական պետության համար։ Ես միանշանակ գիտեմ, որ մեկը իրանց առաջնայինը պիտի լինի Հայաստանը եւ այն ազգային ուժը, որը պիտի այդ գաղափարը ներկայացնի հիմքում կորիզում ազգային, ինքը հաղթելու է։ Իհարկե բոլորը թող ունեն ալտերնատիվ։ Հիմա այս process-ով ես պետք է փաստեմ, որ կա դեռ օգոստոսին անցած տարվա օգոստոսին մեկնարկեցի էլի բավականին տարբեր խառնակիչներ հայտնվեցին եւ խառնեցին կլոր սեղանների միտք կար որ օպոզիցիան համախմբվի հիմա այս process-ում եւս մեկ շանս ունենք համախմբելու դրա համար ես եթերից էլ կարամ օգտվել ու ասել ու կոչ անել ժողովուրդ ջան պիտի սաղս միանանք անգամ պիտի միանան այն քաղաքական ուժերը որոնք գնում են հիմա ընտրությունների ինչի շուրջ պետք է միանանք կա կարևոր փաստ պետությունը ունի ներսը պետական դավաճաններ մենք դա արդեն պիտի հասկանանք որ ոչ թե մենք թույլ ենք ինչ որ մի բանը չի հերիքում նավթ չունենք դրա համար ընկերներ չունենք դրա չէ մենք ունենք ներսը պետական դավաճաններ ովքեր ներսից են քանդում մեր երկիրը վաճառում են թշնամիներին եւ եթե մենք ուրվագծենք այդ թշնամիներին ներսի մենք կհասկանանք որ դա բավականին շատ լուրջ մեծ շրջանակ է բայց միևնույն ժամանակ այդ շրջանակից դուրս մարդիկ կհայտնաբերվեն
Այդ շրջանակից, եթե մենք կարողանանք ուրվագծել թշնամիներին ներսի եւ հասկանալ, թե մենք ուզում ենք այդ թշնամիներին պայքարել, մնացածը այդ դրա շուրջ կարան համախմբվեն։ Հասկացա, բայց всё-таки համենայն դեպս սպասում եմ ես, որ կպատասխանես ներքաղաքական այս նախընտրական աժատաժի մաշին։ Չէ, ես ուզում եմ ընդհանուր քո կարծիքն ասես, ինչ սպասի մեր հանրությունը։ Հանրությունը լավ կլինի սովորի չսպասել, այլ գործել։ Ես հիմա շատերին եմ ասում, մենք ջան, բայց ինչ եք անում, ասում լավ բան, դե մենք կսպասենք, կնայենք, տեսնենք հունիսի 7-ից ինչ պիտի լինի, ասում, եթե դուք պոպկորն վերցեք, նստեք, սպասեք, տենակ ընկեր ջան, ոնց է այրվում, ոնց է ծխում երկիրը ձեր, ես չեմ հասկանում, էլ այդ դիտորդի պարագայում լինելը։ Նույն ձևի մտածում են մարդիկ, ովքեր չեն գնում ընտրությունների, ասում են, դե գնացեք ընտրեք, տենանք ով կկրի։ Հետո բա Եթե դուք չեք մասնակցում այս ամեն ինչին, ձեր տենալը, յա տենակ, յա չտենակ, մեկն էլ ինձ ասեց, մեկ ջան, դե եթե ձեր մոտ հաջողի, ես կողջունեմ, ասի մի գրամ չարժի քո ողջունելը, եղբայր։ Ինչի՞ սա պետք քո իմ հաղթանակից հետո ասես, այ մալադեց, ինչի՞ սա պետք։ Լուրջ եմ ասում, կարող է կոպտեմ ընկեր, մի զանգի մի շնորհավորի ինձ։ Այսինքն ես արդեն շատերին պատասխանում եմ, ովքեր ումից սպասելիք ունեմ, ում ես գիտեմ, որ պոտենցիալ կա։ Միշտ ցանկություն է։ Ես չեմ հասկանում հայրենասեր, որը մի պահ ակտիվ է հայրենասիրության մեջ, երկիրը վարի է գնում, մենք պիտի փրկենք, մեկ էլ ասում, ապա բան չի ստացվում, մեկը բան չի փոխվելու։ Հետո ընկեր, բրծավ մեջդ հայրենասիրությունը, всё, այլևս կամ եթե դու ձիու վրա ես հիմա, ուրեմն եկեք չպայքարենք, ինչ որ մեկնա ձիու վրա, հա դե ոնց զհեծնելա, թո տենց էլ էտա։ Թո իրա սուրը վերցնի, թո գնա ինքը գրի, ընկեր ջան, տենց չի, պիտի միասին անենք։ Ընտեր։ Բեր մի քիչ բան անենք քաղաքական այդ ֆորմատից դուրս գամ ու հարցնեմ այսօրվա քաղաքացու օրվա մասին, ես նաև Facebook էջում հրապարակել էի, որ հենց կակրաս հետ ենք քննարկել, օրինակ ինձ համար անհասկանալի է ցեղասպանությունից մեկ էր հետո նշել խորովածով եւ ընդհանրապես քաղաքացու տոն ասածը։ Ինչ կասես սրա մասին։ Դե չի 18 թվականից դա սկսվեց։ Իհարկե 18 թվականին, երբ որ հանրությունը այդ այնց ոչ թե նայելով, իհարկե մեկը նայում էր, տեսավ հետո ինչ որ մի բան ստացվում էր, ասեց որոշեց միանա, մեծ մասը տենց էր, բայց այնուամենայնիվ քաղաքացին խիզախեց դուրս եկավ փողոց եւ պահանջեց հրաժարական։ Պոպկորմային մակարդակից դուրս եկան փողոցը։ Ասեմ, անկեղծ էլ պիտի նշենք, որ դուրս եկան այն մարդիկ, ովքեր տեսան, որ ոստիկանությունը չի միջամտում, որ այնտեղ մտնում են դուր են ջարդում պետական օբյեկտների, ոչ մեկ չի բանանում։ Հետարքիր ասին դե մեզից ինչ է գալի, գնանք, եթե կջղայնանան մեր վրա, նորից կգանք տուն, հա ոչինչ։ Եվ դուրս եկան բոլորը միաժամանակ դարավ այն քանակը, որը որ պետք էր հաղթանակի համար։ Դա ուրախալի փաստ է։ Եվ ինքը համընկավ, եթե կհիշեք, հենց սկսվեց ապրիլի 23-ին, ոնց որ 24-ի մեծ սպառնալիքով, որ 24-ին կարող է հսկայական համախմբում տեղի ունենա, 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալի։ Այդ հետաքրքիր իմիտացիա էր հեղափոխության 23-ին է բաները ու դրա համար որպես քաղաքացու հաղթանակի օր այս իշխանությունը հռչակեց, որ մոտակայք ապրիլի վերջին կիրակին պիտի լինի ինչ-որ sense մի բան, որը հենց համընկնում է հիմա Եղեռնի ցեղասպանության օրվա հիշատակի հետ, բայց մեկը երևույթը լավ էր, եթե հեղափոխությունը տեղի ունենար, եթե իրոք քաղաքացին իրան հպարտ զգար։ Արեն ջան, բայց պետքա փաստենք, որ դա այդպես չէ։ Ու շատերը ասում են, որ հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը յուրացրեց։ Ավելի շատ յուրացրեց, քան կատարեց, որովհետև հեղափոխությունը ինքը ցասում էր ինչ-որ մի ժողովրդական զզված այս Սերժ Սարգսյանի 10 տարվա ստագնացիայից զզված ու ինչ-որ մի կայծի միջոցով դա տեղի ունեցավ, որովհետև մենք տեսել ենք, որ Հայկոն էր մասնակցում Երևանում, մինչև 80% ռեյտինգ ուներ, ու մենդիմությունա մենք շատերին ենք տենում, որ այսօր այդ վիճակում ու նաև տենում ենք, որ այս կառավարությունն ունի տոտալ ձախողումներ լիքը հարցերում, օրինակ դպրոցների կառուցման մեջ ունի ձախողում 60 դպրոց են ընդամենը Սարգսի հայտարարված 300-ից, ունի տնտեսության մեջ ձախողումներ եւ ամեն ինչը անց են կասնում հեղափոխության անվան տակ։ Ինչ կասես դրա մասին, որտեղ դու ինքդ եղել ես հեղափոխության անդամ։ Այնց է դա, որ այո, ես կարծում եմ, ես իմ համար համոզված եմ, որ հեղափոխությունը յուրացվել է, անկախ նրանից, որ ինքը իմիտացիա էր հեղափոխության, բայց ցանկացած իմիտացիա տեղ չէր հասնի, եթե ժողովուրդը դուրս չգար փողոց։ Այստեղ հանելուկը սա է, երբ որ մարդիկ ասում են, որ ժողովուրդը չի արել հեղափոխությունը, դա ուղղակի տեղափոխություններ, իշխանափոխություններ պայմանավորվածությամբ, հավատացեք, եթե ժողովուրդը փողոցում չլիներ,
այդ ֆիկցիան չէր աշխատելու, այսինքն պետք էր ամեն կերպ ժողովրդին հանել, իսկ ժողովրդին հանել են զզվացնելով, ժողովրդի ցասումը օգտագործելով եւ ինպես մարդկանց առաջնորդությունը օգտագործելով։ Ես կարացել եմ լինեմ այն առաջնորդը, ում հետևից ում խոսքը լսելով մարդիկ դուրս են եկել, բայց իմ խոսքում ես բազմիցս հայտարարել եմ, որ ես Նիկոլ Փաշինյանին չեմ ճանաչում եւ ավելին վտանգավոր եմ համարում նրա վարչապետ լինելը, բայց այլընտրանք չկար եւ դաշտում եւ հարթակում կային այն մարդիկ, ովքեր կարող էին հավակնել վարչապետ լինելու, շատ լավ կլիներ, որ մենք մի քանի տեխնացու այդ ժամանակ ունենք, բայց ինքնաբացարկով բոլորը դուրս եկան եւ մնաց Նիկոլ Փաշինյանը մենակ։ Ու հենց այդտեղից էլ սկսվեց խնդիրը, յուրացումը սկսվեց եւ չարաշահումը սկսվեց, որ այն պլանը, որը որ Սերժ Սարգսյանը տվել է Նիկոլ Փաշինյանին, արդեն ախոչնդոց սկսեց իրականացվել։ Ու հիմա հպարտ քաղաքացի մնացել են միայն նրանք, ովքեր ընդամենը չեն էլ մասնակցել։ Ես մի բան շատերն են ասում, բա Միքայել ջան, Նիկոլը մեզ Աստծո տրվածն էր մեզ։ Մի հետաքրքիր դրվագ ես էլ հիշեցնեմ, մարդիկ հմեկ են նայում, ու այսօրվա մարդիկ են հմեկ, այսինքն իրանք սովորել են տալ նայել այն, ինչ որ իշխանությունը հրամցնում է։ Պարզավոր 18 թվականից առաջ հմեկը Սերժ Սարգսյանն էր։ Սերժ Սարգսյանը գնաց ստեղ, բացեց սա, արեց սա, դպրոց, ասֆալտ, ընտիր էր սա, ու մարդիկ նայում են Սերժ Սարգսյան։ Իրականությունը իրանց դա դուր չէր գալի, բայց իրանք նայում են Սերժ Սարգսյան։ Եվ ապրիլի 24-ին կամ 23-ին, փաստորեն, իրանք միացնում են տելևիզոր, ասում են Սերժ Սարգսյանը, ես գնացի։ Ու գալիս է Նիկոլ Փաշինյան կերպարը։ Ու արդեն հաջորդ օրերին հմեկով ցույց են տալի Նիկոլ Փաշինյանին։ Պարզ է այդ մարդիկ ասում են, սա Աստծո մեզ նվեր էր։ Որովհետև ոնց կարա տելևիզորով 3 Սերժներ, այսօր Նիկոլն է։ Իրանք չեն հետևել այդ process-ին, չեն մասնակցել։ Ու գալիս է այս ֆանատիզմը։ Ես քեզ վստահ ասում եմ, այն ֆանատիկները, որոնք մինչև այսօր մնացել են, այդ մարդիկ են, ովքեր գանված էին հեռուստացույցին եւ բացի դրանից ոչ մի բան չեն տեսել։ Ու հիմա չեն տեսնում, իրանք հիմա տեսնում են իշխանական ռոպագանդան եւ ավել բան չեն տեսնում։ Իսկ որ ովքեր որ մասնակցել են, դա եղել է մեծամասնությունը, հիասթափված են։ Ովքեր որ եղել են նախկին իշխանավորների, բնականաբար հիասթափված են, որովհետեւ իրանց պետերին, իրանց տերերին չեն անհանգստացնում այնքան, ինչքան անհանգստացնում են իրանց։ Ու այս գլոբալ ցասումը, որ արդեն շատերը հիասթափվում են նաև Սերժ Սարգսյանից, նաև Ռոբերտ Քոչարյանից, եւ կարծում եմ արդեն վաղուց, բայց լավ գոնե այս ընտրություններին պիտի հասունանա նաև գլոբալ մերժումը բոլորին։ Ու այդ դեպքում մենք պիտի բոլորս դեմ լինենք բոլորին։ Այստեղ կարևոր նախընտրական քարոզնա սկսվի։ Վեր հարցը մի հատ էլ ուղեմ, որ գիտես ոնց է, ստացվել անենց, որ մեր մոտ, մեր հայրենիքում, անկեղծ հայրենասերներ բավականին քանակությամբ մարդիկ փորձում են իրանց դրսևորեն ինչ-որ մի ձև։ Եթե մենք խոսանք շատ անունների մասին, այս վերջի 6 տարիների մեջ ոմանք ունեն հաջողություն, ես կարամ անդրադառնամ թե ով ինչ դրսևորմամբ հաջողություն ունի, թե պատպիսչիկների քանակով, ճանաչելիության տեսակետից, եթե 15-20 տարի առաջ ազգայնական կամ հայրենասեր ակտիվ պայքարող մարդկանց քանակը չէր անցնում 500-ից կամ 1000 մարդը, այսօր կարելի ասել, որ մոտենում է թիվը արդեն 10,000-ական մարդկանց քանակի, որովհետև մենք տենում ենք, որ արդեն նաև երիտասարդության մեջ կա որոշակի ցասում, որ ցուցաբերում են իրանք անհամաձայնությունը։ Ու այդ անհամաձայնություններից մեկը եկեղեցու միջադեպն էր, որտեղ Գևորգ Գևորգյանը պատահական ներկա էր, ես համոզված եմ, որ պատահական պատարագ էր ինքը գնացել։ Եվ դա ընդդիմադիրները մեծ հուրճացրեցին, նաև իշխանավորները կոշտ արձագանքեցին։ Միթե մենք քո կարծիքով հասել ենք պայքարի այնպիսի մի ձևի, ոնց որ 2016 թվականին, երբ որ Սասնա Ռետերեկը գունդը գրավեցին, ժողովուրդը դուրս եկավ ու առանց առաջնորդի ցույց էր անում, եւ հենց նաեւ դա դարավ ֆունդամենտը հաջորդ հեղափոխության, քանի որ իշխանավորները տեսան, որ ժողովուրդը ի վիճակի է առանց կազմակերպելու մեծ քանակությամբ դուրս գա, արմատուրի դեպքը չմոռանանք, ոնց են ժողովրդին արմատուրով ծեծում, սարի թաղում, ես հիշում եմ, որ դու էլ ես այդտեղ կոկով է անցնում, բախտից բերես, ոտերս չփշրեց։ Հա, արմատուրով ծեծում էին եւ հենց այս sense մեխանիզմներն է, որ բերում է հեղափոխած, ինչ եք կարծում, մեր հասարակություն ինչ-որ մի մասը հասել է այնպեսի մի հայրենասիրական դրսևորում, որ իրեն էլ առաջնորդ պետք չի, ինքը
պարզապես ուզում է պայքարի, որպեսզի պետականություն չկորցնի, ինքնիշխանություն չկորցնի, կամ այն ռիսկերը, որ բարձրաձայնվում է, առաջ չքաշվի Հայաստանում։ Ես ճիշտ ասած չունեմ տենց վիճակագրություն, որ ասեմ աճ ա եղել կամ ինչ։ Ես քո տեսակետն եմ հարցնում։ Չունեմ այդ վիճակագրությունը, իմ տեսակետն է, որ հայ ազգը մշտապես ունի խիզախ հայորդիներ, մշտապես կան այդ մարդիկ, ովքեր պատրաստ են։ Ես շփվում եմ այդ մարդկանց հետ, քանակը չեմ կարող ասել, բայց համոզված եմ, որ եթե կողքից նայում ես ու այդ քանակը չի երևում շատերին, իսկ իմ ընկերներից շատերը բացի իրանցից ու մտերիմներից ասում են դե այլ մարդ չկա, պահանջատեր չկա, առաջանորդ չկա։ Ես ասում եմ, որ դա նրանից է, որ մենք ավելի լուր ենք, ավելի սպասողական ենք, քան նրանք, ովքեր քարոզում են հակառակը։ Հիմա նույն թուրք-ադրբեջանական կամ սրանց կեղծ խաղաղության քարոզը այնքան ավելի բարձր է, բայց քանակով էլ իրանք չգիտեն իրանք ինչքան են։ Այս ընտրությունները կարան ցույց տան թե ինչքան են, պրինցիպի նախորդ ընտրությունները ցույց են տվել, որ դա մեծաքանակ չեն։ Եվ ընտրությունների թե 21 թվի թե Երևանի ընտրությունները թե այլ տեղ որտեղ ԿՊ-ն հաղթել է, մենակ հաղթել է նրա շնորհիվ, որ մեծ մասը չի եկել ընտրության։ Այստեղ է հարց, որ մարդիկ ովքեր չեն գալիս ընտրության, ովքեր Явքի ցածր լինելու արդյունքում պարագայում իրանք դառնում են ուժեղ։ Երբ որ ազգայնականները սպասողական են, երբ որ չունեն կոնկրետ պլան աշխատելու, երբ որ չեն հասկանում սրա ճանապարհը որն է, երբ որ կասկածում են միմյանց վրա, եթե կասկածում են ելքի համար, ինչ շատերը ասում են, ջան, դե որ իմանանք հաղթելու ենք կգանք ախպե։ Բրա, տենց չի լինում, որ իմանաս հաղթելու ես։ աշխատես որ հաղթես։ Տենց էդի ոչ մի տեղ չկա, տենց սպորտում էլ չկա, ելուր մնաց մեծ պատերազմներում տենց լինի։ Հիմա ես ու դու գնացել ենք Թուրքի դեմ, ինչ մեզ պիտի սպրավկա տային, գարանտիա տային, որ հաղթելու ենք, հետո գնանք։ Հիմա Եռաբլուրի տղեկը գարանտիա ունեին, հա, որ պիտի հետ դառնան կամ հետ չդառնան։ Այդ անհեթեթությունը ես կարծում եմ, որ բանական ազգայնական մարդը պիտի չունենա, այլ պայքարը պետք է, վերջ։ Ու մենք հիմա այս ընտրությունների շեմին մենք ունենք հնարավորություն ոչ միայն փողոցով, կռվով, չգիտեմ ինչ մեթոդներով, որոնք շատերի մտքում ֆռում են, ես ասում եմ, եկեք քաղաքակիրթ ձևնել է տրված, թեկուզ այս իշխանության ղեկավարման, բայց կան ընտրություններ։ Եկեք գոնե հիմա ապացուցենք, որ մենք գալիս ենք ընտրությունների ու մերժում ենք իրանց։ Այս պարագայում գոնե մենք այդ քո ասած վիճակագրությունը կունենանք, ինչքան ենք մենք ինչքան ենք, հետո նոր կզգանք մեր որակականը ինչքան է, գոնե քանակականը հասկանանք, այ հետո դրանից հետո, հա, այ դրանից հետո եթե քանակական են, այ ես ու դու տեսնում ենք, ախպեր, կես միլիոն, մի միլիոն մարդ կա, որը մեր պես է մտածում։ Հարց այդ դեպքում մարդ կարող է իրան առաջնորդ զգա, ասի, «Ո՞վ գնամ ես 1 միլիոնին ես առաջնորդ եմ»։ Ուտեղ մեկ էլ կծլեն, նոր առաջնորդներ կծլեն։ Հասկանում ես, առաջնորդները իրար կհամախմբվեն, որտեղ 1 միլիոն մարդը մենակի բան չի։ Ուտեղ այն process-ը, որը ես ակնկալում եմ, մենք ունենանք, հետընտրական process-ը մենք ունենանք։ Հետո չմոռանանք, եթե Աստված ոչ անի Փաշինյանի կառավարությունը հաղթի եւ ինքը ունենա սահմանադրական մեծամասնություն կամ որակական խորհրդանական մեծամասնություն եւ նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ, դա եղնելու է ռեֆերենդում եւ ես գտնում եմ նաեւ իմ հետ երևի համակարծիք ես, որ ազգային դաշտի համար սա լավ ֆարտ ստարտ է ցույց տալու, որ մենք թույլ չենք տա սահմանադրական փոփոխություն, որը կարա տանի Հայաստանի սուբյեկտիվության թուլացմանը։ Նայ, համաձայն չեմ։ Ինքը լինելու է կեղծ մեկնարկ։ Եթե մենք հիմա չենք կանում կասեցնել սրանց իշխանության գալը, ապա իրանց դրած հանրաքվեն մերժելով, մենք ընդհանրապես կմերժենք հանրաքվեն։ Արեն ջան, ինքը մնալու, ինքը կգնա Ալիևին կզեկուցի, կասի, ապա չկարացա այս անգամ։ Հա։ Սպասի մի տարի, հեսա մի հատ էլ հանրակա, հեսա մի երկու հատ էլ կանենք, հետո մի այս մեր հարցը իրականում չի լուծելու կամ ագրեսիվացնելու է թշնամուն, ինքը հարցակվելու է ու հարցը բնականաբար գլխավոր հրամանատարը էլի չկասկածենք, որ ես բանաժվա այս էշությունները խոսալով ինքը նորից տանելու է ու Սյունիքը մենք կորցնենք։ Հիմա ինչ տարբերություն կկորցնենք իր ստորագրությամբ թե պատերազմով։ Ինքը չպետք է լինի մոտիկ այդ process-ին, արեն ջան։ Ու դրա համար հիմա է ամենակարևորը հիմա է։ Եթե ընտրականով չի ստացվում, դոս ընտրականը ինքը զուտ ինչ-որ մի հատ փուլ է։ Այդ է ինքը ֆորպոստ է ինչ-որ մի բան, որտեղ մենք կարանք մի բան հասկանանք, կրենք։ Կարանք չկրենք, հետո կրենք, կարանք մինչև հիմա եկեք բարձրացնենք, հիմա ես հեղափոխական process եմ հայտարարել։ Իրականում այս մեր արածը դա հեղափոխական process է։ Եկեք հիմա անենք, թե ընտրություն չլինի ընդհանրապես։
Կամ թող ընտրությունը լինի հաղթենք, կամ թող ընտրությունը չհաղթենք, հետ ընտրականը հաղթենք, բայց չտանենք, հիմա նպատակ դնենք, որ սրանք պիտի չվերարտադրվեն։ Օրինակ ես տենում եմ, որ հրապարակային դաշտ են մտել երիտասարդներ, այսինքն գիտեք, մեկ տարիքի ժողովուրդ, Մեզանից երիտասարդներ։ մեզանից երիտասարդներ կան ու ակտիվ որ վարչապետի տեխնացու կուսակցություն մասնակցում են այս process-ներին, ասենք Գուրգեն Սիմոնյանն է մասնակցում, որ ակնհայտ արմատամ մեծ տեսակետներ է արտահայտում, Սուրեն Պետրոսյանն է մասնակցում, բանի տղեկներն իշխանանք են մասնակցում, դեմ են բոլորին։ Ինչի Հայկնա Մարության մասնակցում։ Հայկնա Մարության մասնակցում ինչի քու պայքարի ճանապարհը ավելի ազգամետ եւ պետականամետ, քան օրինակ նրանց պայքարի ճանապարհները, ինչով է տարբերվում։ Մենք մի խնդիր ունենք քո նշած տղեկի հետ, մի խնդիր ունենք, իրանք չեն հավատում կամ չեն հասկանում, որ սա վերջնակետ է։ Կա տենց բան, քաղաքական գործիչները միշտ ազգայնականներին մեղադրում են, որ միշտ վայնասունը կապում եք, ինչ է եղել, մյուս ընտրություններին մենք կհաղթենք։ Հիմա արդեն դա ասենք 30 տարի որոշ չափով ինչ որ աշխատում է, դրա համար բրախած գնում էր Քոչարյանը, Սերժը Քոչարյանին պիտի տար ինչ որ տես մի հատ գնում էր ձևաչափ, բայց հիմա մենք հասկանում ենք, որ լավ մենք ընտրություն նայեք 18 թվականին փոխվեց իշխանությունը, պատերազմ եղավ։ Պատերազմից հետո եղավ ընտրությունները, Արցախը կորցրեցինք։ Հիմա ընտրություններ, ոնց որ կարծես թե արդեն օրինաչափությունով մի բան պիտի կորցնենք։ Ու ասել հա ոչինչ, լավ է անգամ Սյունիքը կորցնենք մյուս ընտրություններին։ Ակնհայտ process-ը որ մենք կորցնելու ենք։ Process-ը որ կա կորցնելու, դաժե նախանշաններ կա, ինչ են կորցնում։ Արդեն կա նախանշան։ Անգամ որոշած, որ հեսա սպասեք ընտրվենք ու կորցնելու ենք։ Ոնց որ այդ քարոզն էլ է գնում, որովհետև խաղաղության մեջ, եթե թշնամիտ ասում է ինձ պիտի ճանապարհ տաս, ու բիճոն ճանապարհը անխոչնդոտ Ես իմ ինչ որ երկրի ուրիշ երկրի չի ասում, լավ, արի ես ու դու պայմանավորվենք, գնանք, գանք խաղաղություն ինչ չէինք ասում, ապեր, ես քեզ չեմ վստահում։ Ադրբեջանը ասում է, Հայաստան, ես քեզ չեմ վստահում։ Դրա համար թող կամ ռուսը գա ՖՍԲ-ն, որը ի սկզբանե պայմանագրում կար, հետո ինչ որ հիմա իրանք Պուտինը չհասկացան, հիմա թող Թրամպը լինի դրա երաշխավորը։ Ինչի պիտի եթե ես ու դու խաղաղություն ենք հաստատում, պիտի երրորդ կողմը լինի, որ պիտի գարանտ կանգնի, հասկանում ես։ Այսինքն խաղաղությունը օթում է, բրատ, ու ընդհանրապես Ալիևի պահանջով է։ Ու դու դա հաստատում ես, ասում ես լինելու է խաղաղություն։ Որ պարագայում, ինչ ուզեն 10 Մենակ այդ պարագայում կարա խաղաղություն լինի։ Ну, զեջողական քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի ակնհայտ է եւ այո, ես էլ նույնպես չեմ տենում կոշտ քաղաքակիրթ արձագանքներ, բացի ազգայնական դաշտի տղեկից, վերոգրյալ տղեկի կողմից եւ իհարկե ճիշտ կլինի, որպեսի մի հատ իրանք շտկում մտցնեն իրանց քաղաքական պայքարի մեջ, ոչ թե մեզ խանգարելու համար, այլ ընդհանրակը մի ճակատ ձևավորելու, որ իրականից մենք էգզիստենցիալ վտանգի առաջ ենք կանգնած եւ դա արդեն երևում է։ Սրա մեծ խնդիրը նրանում է, որ մեծ խնդիրն այն է, որ քաղաքական միավոր չկա, որը կստանձնի իշխանությունը։ Լավ է, ես ուրախ եմ, ես իմ ընկերներով հպարտանում եմ, որ կան խիզախ ընկերներ, որոնք կյանք կարան զոհաբերեն երկրի համար, բայց այդ մարդիկ կարող են երկիրը կառավարել թե ոչ, մի քիչ այլ հարց է եւ հանրությունը կարա դա տեսնի դրա մեջ կարա ես կարամ ղեկավարեմ երկիր դու կարաս ղեկավարես երկիր ազնիվ տղեկը կարա ղեկավարեն երկիր ուստեղ գալիս է քաղաքական միավորի բացակայությունը ընտրություններով ստեղծվում են քաղաքական միավորներ որոնք հավակնություն են անում ես կարամ ավելի լավ Հայաստանը հիմա հարց եմ ուզում տալ հանրությանը որևէ քաղաքական ուժ լուծում տվել է Միջանցքին Թրամփի ուղին լինել չլինելու վերաբերյալ լուծում տվել է ոչ մեկ չի տվել անկլավները չհանձնելու լուծում որևէ քաղաքական ուժ տալիս է թե չէ այս իշխանությունը խոստացել է անկլավները պիտի տանք այս իշխանությունը խոստացել է ադրբեջանցին պիտի վերադառնա իրանց հայկական գյուղերը որևէ քաղաքական ուժ դրան ընդդիմացող ինչ որ մի ծրագիր ունի թե չէ ամենաուժեղ քաղաքական ուժը որը ուժեղը դրել է մեջտեղ պլյուս ուժեղ մարդու նկարը կպցրել է կողքը ունի դրա լուծումները ունի հայտարարեք գանք ձեզ ընտրենք դուք լինեք չունեն այդ լուծումները եղբայր Իսկ դրանք էգզիստենցիալ կարևորագույն քաղաքական լուծումներ են ավելին իրանք կրկնում են Նիկոլի թեզերը բայց կողքը գրելով ուժեղ կամ
ցանկացած ուրիշը, չեմ ուզում ֆիքսվեմ ուժեղ Հայաստանի, բայց երբ որ դու ասում ես խաղաղությունա լինելու, դու ասում ես ուժեղ խաղաղությունա լինելու, ասում ես միջանցքա լինելու, դու ասում ես ուժեղ միջանցքա լինելու, դու ասում ես անկլավները տալու ենք, ասում ես ուժեղ ձևի ենք տալու, բրատ ես դրա գաղափարը չեմ հասկանում։ Մի հատ օրինաչափական մի հատ հարց առաջ գալի, օրինակ Միկային գալիս է այս հարցը տալու պահանջարկ։ Եթե Հայաստանի Հանրապետությունում այս նախընտրական փուլի մեջ չկա այն քաղաքական ուժը, որ կարա առաջնորդի հարցը եւ լուծի այն կարևորագույն խնդիրները, որը որ առաջիկա մի քանի տարիների առաջ կանգնած է լինելու նոր ձևավորվող կառավարության առաջ, դա եղնի, չգիտեմ, ուժեղ Հայաստանը, թե Նիկոլ Փաշինյանը կձևավորի կառուցում, թե Կարապետյան Սամվել Կարապետյանի sense ասած եղբորորդի Նարեկ Կարապետյանը կձևավորի, թե Քոչյանը կձևավորի, էական չի ով կձևավորի, էականա Քոչյանը, Թաթոյանը, Բարգավաճը, ինչ որ մեկը, որ պետք է դառնա կառավարություն, ինքը իր առաջ ունի այս պահին շատ մեծ վտանգավոր խնդիր լուծելու։ Դա անկլավներն է, դա ճանապարհն է, դա Հայաստանի օկուպացված տարածքն է, որտեղ Ադրբեջանն այս պահին կանգնած է, դա սահմանադրական փոփոխությունն է, որտեղ պետք է հռչակագրի հղումը վերացվի, դա Թուրքիայի ուգրոզան է, դա Ռուսաստանից բխող ռիսկերն են, որը որ Պուտինը հայտարարել է, մենք չենք կարող սա չանդրադառնանք, դա նաև Պարսկաստանի գործոնն է, որտեղ կարող է Թրամփը Պարսկաստանում բուքսավատանի, ոնց որ Ռուսաստանը Ուկրաինայում բուքսավատարավ, եւ ունենանք այլ էֆեկտ, այսինքն այսօր մենք չունենք մասնակցող քաղաքական ուժերից որևէ մեկին, որոնք այս խնդիրների հստակ լուծումն ունի։ Դու ինչ ես առաջարկում ես։ Ես դեմ եմ բոլորին ու առաջարկում եմ այն լյուֆտը, որը մենք պիտի ունենանք, կամ հիմա ունենք, հիմա արագի մեջ ստեղծենք, կամ մենք ունենալու ենք 100 օրվա լյուֆտ, որը կարանք շանս ունենք այսօր ունենալու 100 օրվա ժամանակավոր կառավարություն, որի ընթացքում մենք կձևավորենք այն քաղաքական ուժը, որը կգա եւ կլուծի։ Ոնց է լուծելու այդ քաղաքական ուժը։ Ես իմ սեփական կարծիքներ ունեմ, բայց այնուամենայնիվ ես այն քաղաքական գործիչը չեմ, որը հիմա այդ լուծումները համարել ճշմարիտ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դու ասում ես, որ ժողովուրդ սրանք չեն լուծելու, մոռացեք։ Ակնհայտ է, իրաց ծրագրերում է գրած, դա իմ կարծիքը չի։ Սրանք չեն լուծելու, բայց պետք է նոր կառավարություն, որը լինելու է բացարձակ հայրենասերներից, բայց այս պայն մենք էլ չունենք, ոնց ենք այդ հարցը լուծելու։ Մեր կողմից դրա համար գալիս է առաջարկ։ Ստեղծվել է մի կուսակցություն, ժամանակավոր ինքնալուծարվող կուսակցություն է ստեղծվել առաջին անգամ Հայաստանի պատմության, կարող գուցե միջազգային պատմության մեջ առաջին անգամ տես կուսակցություն է ստեղծվել, որը կոչվում է բոլորին դեմ եմ։ Այդ կուսակցությունը ներքաշել է մարդկանց, ովքեր հասկանում են, որ եղած քաղաքական դաշտում եղած ֆիգուրանտները ոչ մի կերպ խնդիրները չեն լուծելու։ Հասկացա։ Դրա համար առաջարկում են եկեք 100 օրով մի հատ դադար վերցնենք։ Եվ աշխարհին էլ կարանք այդ դադարը համոզենք տան մեզ, անգամ թշնամուն, երբ որ դու ժամանակավոր կառավարություն ես ձևավորում, դա էթիկայի գերագույն խախտում է լինում, երբ որ թշնամին դրանից օգտվում է ու կարծում եմ գերտերությունները կամ ՄԱԿ-ը կամ ինչ-որ մի բանը պետք է դրան արգելի։ Դա էլ է իլյուզիա իհարկե, հիմա չեմ ասում, որ դա ճշմարիտ տենց է լինում, բայց գոնե դա շանս է, որ 100 տարի մեր երկիրը բան չեն ձեռ տա, մինչև մենք ձևավորենք նոր իշխանություն, որը կտա այդ լուծումները եւ թշնամու հետ կխոսա ավելի պրագմատիկ, ավելի հեռանկարային ու ավելի պինդ դիրքերից, որ ասի եղբայր, հասկանում ենք քո շահերը, հասկանում ենք մեր պարտված լինելը, բայց մեր պարտվածը ունի իր պատճառները, դա անես չի, որ դու ուժեղ ես, մենք թույլ ենք, որովհետեւ եթե դու նոր արճակատման ես գնալու, դու արդեն չես բախվելու այն գերագույն հրամանատարին, որին դու սենց էիր հաղթում, հա, հասկանում ես, կարող է այս անգամ մի քիչ այդ էկզիստենցիոնալը մի քիչ ավելի ուժեղ կանգնի ազգի մոտ եւ մենք ավելի ուժեղ հարված ձեզ տանք կամ ավելի ուժեղ պահկանանք պաշտպանվել եւ գերտերությունները միգուցե ավելի ուրիշ ռեակցիա կտան մեր պայքարին, քան դու ունեցել ես 20 թվականին։ Եկեք ստամար սթափվենք։ Դրա համար թշնամու հետ մենք ավելի խոսալու եւ այդ 100 օրը պիտի այո այն մարդիկ ովքեր քաղաքականությունից հասկանում են լուծումներ ունեն, այդ բոլոր լուծումները բերեն դնեն մի սեղանի, քննարկեն, ստեղծեն այդ քաղաքական նոր ուժը, քաղաքական նոր իշխանությունը։ Շատ բարի։ Մի քանի բլից հարցեր, որտեղ մեր ժամանակն արդեն սպառվում է, որ ուտամիտ էլ չանենք մեր ժողովրդին։ Այդ հարկիր է մեկը զրույցը։ Հա, մեր զրույցը
անկախ ամեն ինչից շարունակական բնույթ է կրելու, որտեղ մենք խնդիր ենք դրել ֆորմատով զրուցել բոլոր մեր պայքարող հայրենասեր տղեկի հետ, հանրությանը ճանաչեցնելու համար առաջի հերթին, քանի որ մամուլը չգիտես խի բոլորիս մար փագա։ Ես էլ չգիտեմ խի։ Հա, դե երևի իրանց բիսետ կմ չենք նստած դրա համար։ Ազգի հետ ենք դրա համար երևի։ Առաջի բլից հարցը։ Ինչ հարց կտաս հաջորդ իմ հյուրին։ Գալիս ես իրար հետ բան փոխենք։ Ասա փորձենք։ Սա անկեղծ զրույց է, այս ֆորմատը անկեղծ զրույց է իրար հետ ու նաև մեր ժողովրդի հետ։ Տվեցի իմ հարցը։ Գալիս ես։ Շատ լավ։ Հաջորդ հյուրին անպայման տալու եմ։ Բլիցից որովհետեւ երբ որ մարդկանց ասում գալիս ես, ինքը ասում է ուր։ Ասում ապեվ, ուրեմն չես գալիս։ Եթե դու չես զգում համախմբման միասին գործելու պահանջը չես զգում, քո ուր հարց արդեն անիմաստ է։ Դու ասա հա գալիս եմ, նոր դրանից հետո դու իսկ ուր են գնում, ովքեր են գնում, ոնց են գնում, այդ հարցերը դու արդեն ներսը կտաս։ Եթե քեզ հետարքիրա ուր են գնում ու ես պիտի ասեմ, ապե գնում ենք Համզա Չիման, դու լսես չի, ես Համզա Չիման չեմ ուզում։ Բրատ, անիմաստ է քո հարցը ու շատ իմաստալից է իմ հարցը։ Գալիս ես։ Շնորհակալություն, իհարկե։ Շատ լավ։ Դե լավ, ուրեմն շնորհակալություն եմ հայտնում քեզ Միկա ջան։ Այս ստարտը տալու համար, այս ոդկասթի X հարցեր եմ ես դրել անունը, երևի կստացվի, որովհետև մենք պետք է ունենանք մի ֆորմատ, որտեղ մենք կարող ենք անկեղծ մեկս մյուսի հետ զրուցենք եւ զրուցենք մեր հանրության հետ։ Իրականից մեր պետությունը գտնվում է շատ ծանր վիճակում եւ այդ ծանր վիճակում հասել է վերջի 31-34 տարվա մեջ, վերջի 6 տարին, որ վաբշե, այս վերջի 6 տարին մեր պատմության ամենախայտարակ ժամանակահատվածներից է։ Մենք տենում ենք ֆրագմենտացված քաղաքական դաշտ, կտոր դարած, շատ կարճաժամկետ ու ոչ իրատեսական ինչ-որ միտեղ էլ լուծումներով մենք տեսնում ենք պառակտված հասարակություն սևերի, սպիտակների, մերոնց, նրանց, նախկինների, ներկաների, պատերազմի, խաղաղության կտորների բաժանած, նաև մենք ինչ ենք տեսնում, մենք տեսնում ենք, որ մեր ժողովրդի ահռելի մասը հիասթափվել է, ոչ մեկին չի վստահում ու իրանց տներից չեն էլ ուզում դուրս գան, տառապում են իրանց հոգսերով, միաժամանակ իմանալով, որ իրանց երկիրը զգալով, որ իրանց երկիրը վտանգված է։ Մենք տեսնում ենք, որ բանակի թվականակը իջնում է, մենք տեսնում ենք, որ բանակում ատեստացիաների միջոցով զտում են փորձառու օֆիցերներին եւ ինքնուրույն մտածելակերպ ունեցող սպաներին դուրս են մղում եւ բանակը վերենացում գրասենյակային օֆիցերский սաստավով, այսինքն սպայակազմեն ավելացնում այնտեղ, մենք տենում ենք, որ կրթության մեջ լուրջ առաջխաղացում չկա, մենք տեսնում ենք, բայց կա մաքսիմալ կոմպրոմիս Թուրքիայի, Ադրբեջանի ինչ որ անհասկանալի մեխանիզմների շուրջ եւ երևի դա համար էլ պայքարում ենք մեր ավելի լավ ապագայի, ավելի լավ Հայաստանի համար։ Շնորհակալություն քեզ, որ մասնակցիր եւ մի խոսք մեր ժողովրդին քո կողմից, խնդրեմ։ Առաջի խոսքս քեզ, շնորհավորում եմ առաջի եթերի կապակցությամբ, թող շարունակական լինի, եթերը թող բացահայտի այն մարդկանց, ովքեր վաղը լինելու են երկրի պատասխանատուները, հաղորդումը թող բացահայտի անձամբ քեզ, որովհետև հանրությանը դու ես պետք անձամբ, եւ հանրությանը ասեմ, ժողովուրդ ջան, հասկացեք ինչա կատարվում երկրի հետ, հասկացեք ինչա կատարվում քաղաքական դաշտում, հասկացեք ինչ է կատարվում ժողովրդի հետ, հետևեք իրադարձություններին եւ մասնակցեք։ Բավ է պոպկորնով նստեք կամ հիասթափված բարձր գլխների լացուկոցով մնաք։ Պետք է բոլորս միասին լծվենք, մեր երկիրը շտկենք եւ տանենք դեպի ապագա։ Շնորհակալություն ձեզ։ Տեսություն ժողովուրդ ջան, ապրես Միկա ջան, ես կանչեմ։